Մեկ էլ մի բան, որ անդադ ասում են, ինչից խոսում ենք անիվ կլինի, Արցախ հանձնել կլինի, սահմանազատում կլինի, ասում են, իրանք դրանից խոսում են, որովհետև խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածքը պահելու համար կամ պիտի խելոք վերընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես, թողնես գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Ու իմիջիալուց նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է։ Մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ, առնվազն մինչև 23 թվականի ամառը կարող ենք այդ ամեն ինչը անել, մինչև այս գործերը լինելու։ Հիմա նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնելու։ Արտահերթ երիտով հանդես կգամ ես։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ։ Ներտեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Հանգստացեք մի հատ։ Լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչում։ Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տեսբան ստեղից չենք ասում տեսբան ստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն էլ են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տեսբան չենք ասում ստեղից, չենք ասում տեսբան ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ պահու եղել։ Հանգիստ։ Ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից։
Խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բակոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ, շնորհակալություն, հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, շնորհակալություն, բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում, ժողովուրդին չի ասում, Թալանչիները ասում, անհայրենիք դավաճանները ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ից տեղի ունեցել երկրում, ասում թռաշված չի։ Ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու ներվային հիստերիկ պահվածքով։ Այդ եք տեսել Մարտի 1-ին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում եմ ապացուցի, չերյոմուխայով, պարոն Եղոյան, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ ժողովուրդ, լավ հասկացանք, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ, ուրեմն ասում է կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերյոմուխայով, ուղիղ մարդու վրա կրակելը, ու դիմահար կրակով սպանելը, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մահացել, դուք չեք մահացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար, բայց դիմահար կրակով մարդ սպանելը ուրիշ բան է, այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել, ուրեմն եւ դա փորձել է արդարացնել, ասում է ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դախր ազդում է, բայց մենք դες բաներ չենք ասում ստեղից, մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք, չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում, մենք կամ բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը, պետք չի էլի այտենց գնալ, ասում է չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք, ուրեմն բանը, կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք ոչ մի լումա ունեք, չունեք, մարդիկ ամեն ինչ գիտեն, բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ այդ, Ղարաբաղը հանձնելուց են խոսում, Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով, դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ է զբաղացրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի, երկիրը ո՞նց են դավաճանում են ընտրակեղծարարությամբ, այտենց են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակը արելով, այդ գնդակը արումը արդարացնելով, իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում, ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք թողը գնացել եք Ղարաբաղից, ձեր բանը, հրաշալի կյանքն եք, պարոն Օհանյան, ձեզ էլ կանրադառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում, ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն